Դե մի հատ կարևոր հանգամանք աղվանը այս հրապարակային է եղել, այդ մարդը անցած տարի այս օրերին քաղցկեղի դեմ կռիվ էր տալիս։ Ու մահացու քաղցկեղից բուժվեց մի կերպ։ Էլի հրապարակային իրոք հրաշքով ու բուժվեց, հիմա էլ երաշխավորված չի, որ ինքը ամբողջությամբ առողջ է, այսինքն այդ մարդուն ջահել երեխա 90-ը ինքն է 98 թիվ։ Տանես, մցնես այս դատարանների բերան ինչի համար, որ ուզում ես այդ մարդուն բանանես, ավելացնես մի հոգով ավել վիճակագրություն ավելացնես, որ այսքան մարդու բան եմ արել։ Սա ստորություն չի, ժողովուրդ ջան, սա ամենավատ ստորությունն է, որը կարող լիներ։ Ու սա իմ համար նորից եմ ասում, էլի ես հիշողություն ունեմ, էլի վատ։ Այդ վատ ասելով շատ լավ է, որովհետև շատ դեպքերում դա վատ է դառնում որոշ բաներով։ Սա ոչ մեկի չի ներվելու, ես վստահ ասում եմ, որ այս ամեն ինչը ունենալու է ապագայում իրոք քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականներ, ու ես չեմ կասկածում, որ նաև բարոյական գնահատականներ, որովհետև առանց այդ ամեն ինչի ընդհանուր ամփոփման ու տրման ոչ մի բան չի բան արվում, էլի, այսինքն դու մի քիչ առաջ սխալից էիր խոսում, Ռուբ Մխիթարյանին եմ ասում, որտեղ ասում էիր, որ մարդ սխալը գիտակցել 18-ից էինք խոսում, բայց սխալի չկրկնման առաջին երաշխիքը սխալն անողի կողմից իր սխալն ընդունելն է։ Ու այս ամեն ինչը չի մոռացվելու, ես վստահ եմ։ Այսօրվա վատ բան անողները ապագայում միանշանակ կանչվելու են պատասխանատվության բոլոր